Անահիտ Քնարյան Օվկիանոսային փոթորիկը տեղատվությամբ ու մակընթացությամբ տեղափոխվել է անտառ, և անտառի ոգին մռնչում է ավելի հզոր ու զարհուրելի, քան ինքը օվկիանոսը։ Եվ ես անհասկանալի այս տարածքներում, այս փչակ տնակում, անհասկանալի գոյությունը շալակած փոթորկին ու ինքս ինձ անհաղորդ, համառորեն փորձում եմ ազատվել մտքերից, արյունս հալվող ձյութի վերածող մտքերից, որոնք համառորեն պտտվում են զինանոց երկիր մոլորակի ամենամեծ խաչմերուկում մոլորված իմ հայրենիքի շուրջ։ Այս փչակ տնակի չափ իմ հայրենիքի, որն աշխարհի քարտեզի վրա այսօր հազիվ Հայաստան անունն է կրում։ Իմ հայրենիքի, որ մեծ հայքից վերածվել է մայրցամաքների բռունցքի մեջ մի փոքրիկ լեռնաբեկորի, որ պտույտ առ պտույտ ամեն օր ու ժամ սառցակալվում է, ինչպես կորուսյալ մեր երկիրը մեծ, որ բիբերիս խորքում այսօր ընդամենը հազարամյակների նկար է սառցակալ անարտացոլք։ Իմ հայրենիքի, որ երկիր մոլորակը բռնաբարող ազգերի ու ցեղերի մարաթոնյան նյութակրոն պատերազմում մարմրում է որպես տերևաթափվող սփյուռք, երեկ, այսօր, վաղը և անժամանակ և անվերադարձ այլևս։